Մեծ абսուրդ է։ Ամբողջ աշխարհում Հայաստան տարբեր է։ Ամբողջ աշխարհում երկու ձևի երկրներ կա։ Երկրներ, որտեղ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն կեղծում, երկրներ կան, որտեղ իշխանությունը կեղծում է, ընդդիմությունը չէ, եւ Հայաստանը նոր որակի երկիր է։ Երբ որ իշխանությունը չի կեղծում, ընդդիմությունն է կեղծում։ Սենց բան աշխարհում չկա։ Երբ որ ընտրակեղծրարը ընդդիմությունն է եւ կներեք քաղաքական այդ բոսյակները պետք է աղբանոցը նետվեն եւ սա ձեր քրիտիկայի կանոնակարգին չի հակասում չէ բոսյակներ դուսկներ ԿՊ-ի էթիկայի կանոնակարգին տեսեք նա ով կեղծել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը ու նա ով ուզում էր գողանալ Հայաստանի Հանրապետության երեխաների խաղաղությունը քաղաքական բառից քաղաքական իմաստով այո, մենք ասել ենք ու մինչև վերջ բանը այդ երրագլխիկներին մենք բարի քաղաքական իմաստով ջախջախելու ենք։ Էթիկայի կանոնակարգին դրածով քաղաքական հակառակորդների հետ քաղաքացիների հետ շփվելը։ Լսեք, քաղաքական հակառակորդների հետ պետք է լինել ցիվիլ։ Հանցագործների հետ պետք է լինել հանցագործների հետ պետք է լինել այնպես, ինչպես հանցագործի հետ վարվում են։ Մենք հազարներով հանցագործների հետ գործ ունենք։ Հանցագործների ասելիքը այն է, որ փոփոխություն փաստորեն չեղավ, այո, փոփոխություններ կլինեն Հայաստանում, շատ փոփոխություններ, դրական փոփոխություններ կլինեն, այդ թվում նաև փոփոխություն բառը ասող մարդիկ քաղաքականությամբ չեն կարողանա զբաղվել։ Թվականին 4 միլիոն վարդենք արտահանել, 4 միլիոն, հիմա 50 միլիոն։ 12 անգամ ավելացել են։ Բայց հիմա այս նոր որոշման տեղյակ չեք, պարոն Պապյան։ Ինչը շտկեն 50-ը սարքեն 4։ Ախր իրանց ժամանակվա տնտեսությունն ու իրանք չեն պատկերացնում ինչ։ Իրանք ոնց որ մի հատ սեղանիկ են կառավարել։ Հիմա մի հատ սուպերմարկետ է։ Այ մեր Քոչարյանի ժամանակվա տնտեսությունը ու հա այսօրվա տնտեսությունը ոնց որ մի հատ սեղանիկ ու ջուր բուտկա եւ այսօր մի հատ սուպերմարկետ։ Ինք չի պատկերացնում ինչի հետ գործ ունի։ Ինչ մասշտաբի հետ։ Իրա ժամանակվա բաները պետական բյուջեի տարիներ ա եղել, իրա ամբողջ պետական բյուջեի չափ մենակ նախորդ տարվա վրա հիմա ավելցուկ է լինում բյուջեն։ Պատկերացրեք, չէ՞ ինչ եմ ասում, այսինքն մեկը օրինակ դառնում է 1.2, իր ժամանակ օրինակ եղել է 0.2։ Բայց հիմա այսօրվանից վարդեր չեն արտահանվելու այնտեղ։ Մի քանի օրից կարտահանվեն, ինչ ա եղել։ Խնդիր չկա, այդ մի քանի օր է, այսինքն եկամուտ չեն ստանա։ Այդքան աշխատանք են կարել, մի քանի օրը չեն ստանա, ինչ խնդիր կա։ Մի քանի օրից կարտահանեն ու շատ։ Ուրեմն Հայաստանում մեկը կա, Ժեկի թղթով 10 տարի նախագահ է աշխատել ու օրերս հերթական սուտ եւ անգրագետ բանն է ասել։ Այն որ անասնագլխականակ բառը չի կարողանում ասի, դա էլի։ Ուրեմն սա ասել է, թե գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է ապրել։ Հիմա ուղիղ ասում եմ, ռոբիկ կամ սուտ ես ասում, կամ հերթական անգրագիտությունն ես ասում։ Եվ եթե սուտ ես ասում, ապա ճիշտ տվյալը ասեմ, 25 թվականին Հայաստանում գյուղատնտեսությունն աճել է 5.6%։ Եթե հերթական անգրագիտությունն ես ասել, ձևը ասեմ ռոբիկ, իմանաս ոնց նայես։ Մտնում ես armstat.am ռոբիկ, այնտեղ կա հնայի աճ։ Այդ հնայի աճի մեջ կա գյուղատնտեսության աճ։ Այդտեղից նայում ես կտեսնես, որ մեր գյուղատնտեսությունը աճել է 25 թվականին 5.6%-ով։ Սիրելի հայրենակիցներ, օրերս ուժեղների առաջին համարը, ում հորեղբայրը համատեղության կարգով հրապարակված նյութերի FSB-ի գործակալ է, հերթական տնտեսագիտական դատարկ միտքն է հրապարակել, թե իբր Հայաստանում ցինկի ժամանակակից մետաղաձուլական գործարան կարող է լինել։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա տնտեսագիտորեն որևէ կերպ հիմնավորված չէ էներգոարդյունավետության եւ ընդհանրապես տնտեսական արդյունավետության տեսանկյունից, մասնավորապես ժամանակակից այդպիսի գործարանի կառուցումը մինչև 1.5-2 միլիարդ դոլար ներդրում է պահանջում, այնինչ Հայաստանում ցինկի պաշարները մեծ չեն։ Մենք տարեկան 10.5-ից 11.5 հազար տոննա խտանյութ ենք արտահանում վերջին 2 տարիներին, դա մոտավորապես 20-ից 25 միլիոն դոլար է, որը որևէ կերպ տնտեսագիտական առումով նպատակահարմարություն չի տալիս այդպիսի գործարան ունենալ, հետևաբար խնդրում եմ ամեն տեսակի տնտեսագիտական դատարկ մտքեր արտահայտողներին եւ այդ դատարկություններին լուրջ չվերաբերվել եւ մենք բնականաբար աշխատում ենք որպեսզի Հայաստանում արդյունաբերական կարողություններն ու հզորությունները ավելանան, ինչը իհարկե մեր առաջնահերթություններից է, բայց պետք չէ դատարկ մտքերին եւ դատարկություններին ուշադրություն դարձնել։ Լավ եղեք։